Երևանի կենտրոնում, շենքերի արանքում կա մի դուռ, որի մասին հասարակությունը շատ է լսում, խոսում, բայց քչերն են տեսնում։ Երևան քրեակատարողական հիմնարկն է, ԱԱԾ-ի հայտնի պատվալը, որտեղ տեղափոխվում են հիմնականում ծանր հոդվածներով մեղադրվողները։ Քրեակատարողական հիմնարկը հայտնի է իր խիստ վերահսկողական պայմաններով, պատմում են փաստաբանները։ Պահվող անձանց խցերում ամբողջ տարածքում կարող են օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացվել, գաղտնալսում, տեսանկարահանում, փորձագիտական ստուգումներ եւ այլն։ Երևան քրեակատարողական հիմնարկում 2 տասնամյակից ավելի է պահվում է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը։ Իսկ մի քանի ամիս է արդեն այնտեղ են նաև Տավուշի, Շիրակի թեմի առաջնորդներ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Միքայել arczepiskopos Աջապահյանը, Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը, գործարար Սամվել Կարապետյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Փաստաբանների խոսքով այլ անձինք քիչ թվով եւս կան, որոնց անունները տվյալները չունեն։ Հատուկ կարգավորումներ չկան, թե կոնկրետ որ կալանավորները պետք է գտնվեն այնտեղ կամ որ դատապարտյալները, բայց տարիների որոշակի պրակտիկան հուշում է, որ այնտեղ հիմնականում բավականին ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներով անձինք են գտնվել, որոշ ժամանակահատված քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ կամ այդպիսի արարքներում մեղադրվող անձինք։ Եվ նաև վերջին տարիներին ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ առավելապես քաղաքական հետապնդումների տիրույթում դրանց տեղափոխում են այնտեղ, ու վերջի շրջանում հատկապես խոսքը վերաբերում է սեփազաններին։ Երևան քրեակատարողական հիմնարկ տեղափոխում են այն քաղաքացիներին, որոնց քայլերը ժամի ճշգրտությամբ ուզում են իմանալ, նշում է Վահան Հովհաննիսյանը։ Ստեղծված պատկերն այնպիսինն է, որ հիմա ԱԱԾ պատվալում մեծ մասամբ քաղբանտարկյալներ են, ասում են փաստաբանները։ Կարող են իրականացնել ներքին դիտում, կարող են իրականացնել արտաքին դիտում նրանց մոտ եկող գնացող անձանց նկատմամբ տեսակցություններ եկող գնացող անձանց նկատմամբ, այդ թվում նաև գաղտնալսումներ։ Այո, կարող են իրականացնել մի շարք օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Բանտարկվածները Երևան քրեակատարողական հիմնարկում չեն կարող ունենալ կապի միջոց։ Բացի այդ, Խուդոյանը նշում է, որ հիմնարկում աշխատողների վերաբերմունքը եւս տարբերվում է մյուս բանտերում աշխատողների վերաբերմունքից եւ վարչական աշխատողների եւ մեղադրյալների նկատմամբ։ Միջանձնային տարբեր բնույթի օրենքին հակասող հարաբերություններ, ինչպես կալանավորների, այնպես էլ վարչակազմի միջև փոխադարձ վերջում իմացանք դեպք եղավ, որ հենց պաշտոնատար անձանց մեջ էր վիճաբանություն կամ ծեծկրտուկ եղել։ Իսկ եթե նայենք Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկը ավելի պատշաճ եւ ավելի խիստ ծառայություն իրականացնում եւ այդ խստությունն էլ նաեւ էականորեն սահմանափակում այնտեղ գտնվող անձանց հնարավորությունները։ Երևան քրեակատարողական հիմնարկում խախտվում է քաղաքական գործով բանտարկված սրբազանների եւ մյուս անձանց գրեթե բոլոր իրավունքները։ Բոլոր իրավունքները խախտվում են, որովհետեւ անձը տվյալ վայրում ըստ էության խուցը տվյալ ժամանակահատվածում իր բնակարանն է, իր բնակատեղին է, հետեւաբար խախտվում են մի շարք իրավունքներ, ոչ թե մեկ իրավունք, այլ իրավունքների մի ամբողջ բույլ է խախտվում այնտեղ։ Մինչ քննիչ մարմինները վերահսկողությունը բնութագրում են որպես անվտանգության սովորական միջոցներ, այնտեղ պահվողների պաշտպանները համարում են անհամաչափ սահմանափակումներ, ընդգծելով, որ ԱԱԾ մեկուսարանում այսօր ձևավորվել է քաղաքական բնույթի ամենախիստ մեկուսացումը։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։